Պարոն Պողոսյան, ես ուղղակի ավելի նաև քաղաքացիների համար պարզ լինելու համար ես հարցին կարծում եմ անդրադառնալ պետք է այդ հաշվառման իմաստով խնդիր պետք է առաջանա, էլի, այսինքն նայեք, եկամուտը ստանում է այս տարի պետությունից որպես աջակցություն, ծախսերը կատարել է նախորդ 3-4 տարիներին, դժվարություն առաջանալու այդ հաշվառելու եւ հարկային մարմնի համար եւ այն անձի համար, ով որ պետական աջակցություն է ստացել, եւ ստեղ այն պարզ լուծումը, որը երկրորդ մասով առաջարկեցիք, կարծում եմ, այստեղ էլ ավելի արդյունավետ կաշխատի։ Եթե իրականում համարում ենք եկամուտ, հետո էլ նվազեցնում ենք իր ընդհանուր շահույթի հաշվարկման դեպքում նվազեցվող եկամուտա դառնում, հենա միանգամից պետությունն է աջակցում է, որպես պետական աջակցություն, ոնց որ սուբսիդիաներ, ոնց որ տոկոսներն եք սուբսիդավորում այդ դեպքում, նենց էլ այս դեպքում, այդ չհամարվի ոչ հարկվող եկամուտ, ոչ էլ համարվի նվազեցվող եկամուտ եւ չհարկվի գնա ծառայի իր աջակցության նպատակին։ Այսինքն, ստեղ այս նույն ձևով համ գլխացավանքը պետության կնվազի այդ հաշվառման իմաստով լրացուցիչ դժվարություններ չլինի, համ էլ այն անձը, ով ստացել է այդ աջակցությունը, ինքն էլ խնդիր չի ունենա, ստացել է այս աջակցությունը, ինքը գիտի, որ ամբողջությամբ այս աջակցությունը պիտի ծառայի նպատակին։ Այս լուծումը ավելի արդյունավետ կլինի իրացման տեսանկյունից, էլի, գործնականում իրացման տեսանկյունից եւ ավելի վերահսկելի կլինի պետության համար։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, հարցը հասկանալի է ու հետաքրքիր, բայց մենք չենք կիսում այդ տեսակետը, փորձեմ պարզաբանել, թե ինչու։ Առաջին դեպքում, երբ որ ասում ենք խոսքը արդենից ձեռք բերված, կառուցված կամ ընդլայնվող ակտիվների բարելավմանն է ուղղված, գործ ունենք կոնկրետ ակտիվի հետ, որի գծով նաև ապագայում ծախսեր են հաշվառվում, ամորտիզացիոն ծախսագրումների տեսքով, եւ այստեղ եթե ասենք օրինակ 3 տարի հետո հիմք ընդունելով փաստաթղթավորումը տրվում է գումար ու այդ գումարը ըստ ձեր առաջարկության լինի եկամուտ չհամարվող տար, ստացվելու է, որ դրա գծով ծախսնել չպետք է լինի ծախս համարվող տար, մինչդեռ արդեն նախորդ տարիներում կարող է որոշակի ծախսագրումներ կատարված լինեն ու այդ ընթացքում պետք է հետ գնա ճշտի նախորդ տարիների շահութարկի հաշվարկը, որը արդեն իրապես կդժվարացնի եւ հարկվճարողների կյանքը եւ հարկային մարմինների վարչարությունը կբարդացնի։ Դրա համար ասում ենք թող հետ չգնան նախորդ տարիների շահութարկի հաշվարկները ճշտեն։ 3 տարի ծախս է կատարել, փաստաթղթավորել է, հաջորդ տարում, ենթադրենք 4-րդ տարում ստանում է այդ փոխհատուցվող գումարը, մենք պետք է որոշենք ինչպես եկամուտ ճանաչենք։ Առաջարկը շատ պարզ է, ոչ թե ստացման տարում ամբողջությամբ, այլ դրա գծով ծախսագրման համամասնորեն։ Այսինքն առաջարկը հասկանալի է, բայց դա քննարկվել է ու մենք համոզմունք ունենք, որ հակառակը առաջարկվող տարբերակն է ավելի պարզ պահում հաշվառումը։ Հակառակ դեպքում իհարկե կարելի է միատեսակ կանոն կիրառել ու ասել, որ դրանք շահութարկող հարկման նպատակով եկամուտ չհամարվող տարրեր են, դրանց գծով ծախսել ծախս չհամարվող տարր է։ Շնորհակալություն։ Պարոն Պողոսյան, հա եթե տենց դուք կարողանում եք իդենտիֆիկացնել կոնկրետ այս աջակցությունը ծախսվել է այս ուղղությամբ, որտեղ պետական աջակցություն է, տնտեսվարողը այնպես չի, որ այդ աջակցությունը տենց ճիշտ այդ բոլոր ուղղություններով, ճիշտ քանակներով ծախսում է։ Իր բիզնեսն է, պետությունը աջակցել է, ինքն էլ այդ բիզնեսն իրականացնում է։ Հիմա եթե մենք դիտարկում ենք, որ այս գործունեությունն անելու համար կամ այս քայլերը, այս ներդրումներն անելու համար պետությունը ձեռք է մեկնում տնտեսվարողին կոնկրետ իր նպատակներից ելնելով, որ այս ոլորտը զարգանա։ Այդ դեպքում այդ գումարը ուղղակի որպես բոնուս պիտի տրվի տնտեսվարողին։ Եվ դա եթե հարկում եք, նշանակում է իրականում այդ գումարը չեք տալիս, ասենք 18% պակաս եք տալիս։ Հիմա այն չափը տվեք, որը որ չի հարկվում, այդ մարդն էլ իմանա տանի տնօրինի, այսինքն այս ինչքան հնարավոր է վարչարարության բարդությունները, հատկապես պետական աջակցությունը նախ եւ առաջ պետք է վարչարարություններից զերծ լինի, խթանող լինի, ամբողջությամբ հասկանալի։ Հիմա մի հատ էլ փող տաս, մի հատ էլ ասես, այս էլ պետք է հարկվի, մի հատ էլ սխալանի, մի հատ էլ հարկային մարմինը գնա դրա համար, ասենք օրինակ տուգանի, վարչարարություն իրականացնի, ասի, այ տես, այս եկամուտը մենք քեզ տվել ենք որպես աջակցություն,
Պատկերացնում եք, այսինքն այս մասով շատ ավելի հասկանալի կլինի աջակցություն ստացողից իմաստով, որ լավ էս գումարը ինձ պետությունը տվել է որպես նվեր, պարզ խոսենք, որպես նվեր, որովհետև ես այս գործունեությունն եմ իրականացնում եւ պետության ռազմավարությանը համապատասխան քայլեր եմ իրականացնում։ Պարզ ձևով պետք է լինի։ Հարկայինով միայն մի նայեք, ընդհանուր համակարգված եւ նպատակից ելնելով նայեք։ Այստեղ նպատակը հարկելը չի, նպատակը աջակցելն է։ Պարոն Ավետիսյան, մտքերը պարզ են ձեր, բայց ամբողջ հարցն այն է, որ մենք էլ ենք առաջնորդվել հենց այն սկզբունքներով, որոնք դուք եք առաջարկում։ Պարզապես մեր ու ձեր տեսակետների տարբերությունն այն է այս դրվագում, որ դուք գնահատում եք, որ ձեր առաջարկած տարբերակով առաջարկը ներկայացվելու պարագայում կլիներ ավելի պարզ, մենք գնահատում ենք, որ ոչ, հակառակը կլիներ ավելի բարդ, բայց վերջնարդյունքում նպատակը, ինչպես դուք ձևակերպեցիք, ինչպես ես իմ զեկույցում նշեցի, չհարկելն է, այսինքն որ աջակցեն ամբողջ ծավալը իր նպատակին ծառայի, որովհետև տեսեք, եթե մի բան ասում ենք եկամուտ չի, բայց դրա գծով դրա հաշվին կատարվող ծախսնել ծախս չի, հարկ վճարողի կյանքը մենք չենք թեթևացնում, որովհետև հարկ վճարողը պետք է այդ բոլոր ծախսերի մեջ տեսնի, այդ որ ծախսերն են, որ կատարվել են այդ եկամուտ չհամարվող ստացված գումարի հաշվին ու դրա գծով, այստեղ է սխալվելու հավանականությունը չափազանց մեծ, հարկ վճարողի ու հարկային մարմինների միջև վեճի առաջացման հնարավորությունը չափազանց մեծ, հենց դրանից ենք մենք փորձել խուսափել, որ աջակցությունը լինի առավելագույնս պարզ, դրանից մարդիկ օգտվեն առանց գլխացավանքի ու ամբողջ ծավալով աջակցությունը ծառայի իր նպատակին։ Շնորհակալություն։